Սելմիրյան եմ, ապրում եմ Ջաղացակեր գյուղում, ունեմ 8 անշատած երեխաներ։ Ինչով եք զբաղվում Էլմիրա ջան։ Անասուն ենք պահում։ Ունեք սեփական թե մեր տված։ Առաջինն։ Ունենք, սպասի։ Համբերա կզանգեմ հետո։ Ունեն, ուրիշի մոտ ենք աշխատում։ Հա։ Անասուն։ Բանվորություն որպես, հա, կտվորուհի եք, հա։ Հիմա ձերն ունեք արդեն, ձեր անասունն ունեք, եկամուտը ձերը կլինի։ Խնդիր չենք ունենա, կաթարում ենք երեխաները, բայց հիմա չենք ունենա այդ խնդիրը էլի։ Հա, հետո քանի որ ուրիշի համար պահում եք, արդեն դրա եկամուտը օգուտները գիտեք, ձեր համար էլ կշատացնեք, չէ՞։ Ավելի լավ։ Իհարկե։ Իհարկե, երեխաները էս ինչ սիրուն են, օչուկները էս ինչ սիրուն է։ Դպրոց տուն։ Դպրոց գնում են, իրանք էլ այս տարի առաջին են։ Հա։ Բոլոր դպրոց գնում են, տղես ուսանող է, աղջիկս ուսանող է։ Հա, իսկ այս տունը կցակառույց ունեք, դուք եք ավելացրել, թե այսպես էլ եղել է։ Էսի չէ, մենք էսի առել ենք գում, օգնելա World Vision սարքել ենք։ Որպես գում առել եք։ Հա, դե Աստված օրհնի, լավ եք, այլ ծածկ ունեք։ Էլմիրա ջան, ձեր հովանավորը Միսակ եւ Ասպրամ ամուսիններն են, այս կովի գումար ուղարկողը։ Կուզեմ իրանց շնորհակալական ձեր խոսքն ասեք։ Շնորհակալ ենք իրանց, շատ գոհ ենք կովի համար։ Ընդհանրապես ուզել եք ունենալ կով, թե մետին է։ Ուղղակի չենք կարացել։ Գումարի պահը։ Հա, հիմա էլ այնքան թանկ են, չէ։ 2000 կաթն ենք, էպանիրն եմ առնում, 250 կաթն ենք առնում։ Հա։ Բարձր։ Իսկ կարելի է գնալ կովին էլ նկարել։ Գնանք ճուտիկներ, թե չեք ուզում գալ։ Ուզում եք։ Գնացինք դե։ Պանիր մածուն սիրում եք ոնց հասկացա։ Ինքը ես կովը կթում եմ, ինքը հում կաթը բաժակ դրում։ Հա, բայց զգուշ եղեք հում կաթից։ Անե։ Սա մեր կովն է, մեր տված, սա տուրակը։ Մոտ մի գնացեք, հա, շատ։ Մոտը գնանք։ Չէ, մի գնացեք, ասում եմ մոտ մի գնացեք։ Ոյ, կովի անունն ինչ եք դրել երեխեք։ Էլիզա։ Օ, նման էլ է, շատ սիրուն է, շատ։ Ու երիտասարդ, համաչափ, գեղեցկուհի լրիվ։ Հա, դե որովհետև այս գեղեցկուհիների կողը պետք է սիրուն լիներ, չէ։ Իրանք են շատ սիրուն, շատ գոհ ենք, Աստված բոլորիս հետ ապրեք։ Ապրեք, դուք էլ ապրեք, շնորհակալ ենք շատ։